դիտեցիք կրկեսը առաջին, հա, այսպես մեծ սիրուն շոում, Տաշիր արենայի պարգևած այս շոու մեծ տրամադրությունները փոխանցեք մեզ ինչ տպավորություն ստացաք։ Տպավորությունները հրաշալի էին, Հայաստանում չի եղել ու ինձ թվում է դեռ մոտակա, չգիտեմ, մոտակա տարիներ հաստատ այն շոու չի սպասվում, այնպես որ անպայման եկեք վայելելու, որպեսզի բաց չթողեք հնարավորություն ձեր երեխեքին էլ փոխանցելու այս լավ ու սիրուն էմոցիաները, որտեղ արժանի են երեխեքը, որ ասես լավ հավես պահել ապրեն։ Իսկ կարողացաք կտրվել մի փոքր հայաստանյան այս դժվար ծանր իրավիճակներից քաղաքական, հոգեվոր։ Ես չեմ ուզում ձեզ ստեմ հարգելով ձեր տարիքը, ոչ։ Ես չեմ կարողանում, որովհետև չգիտեմ, միգուցե մարդիկ, ես իսկապես երանի են մարդկանց, որոնք կարողանում են կտրվել, իմ մոտ չի ստացվում, ուղեղը չի հանջատվում, որտեվ այսօր այնպիսի բաներ ա կատարում, որ միայն քաղաքականին չի վերաբերվում, որ կարողանանք կտրվել, դրա համար եկեղեցուց կտրվել չի լինում, եկեղեցի քո ինքնությունն է, այն ինչ որ կատարում այսօր եկեղեցուն, դա իմ սկիզբն է, իմ պատմությունն է, ես չեմ կարող կտրվել նույնիսկ մեկ վայրկյան դրանից։ Եվ ուրեմն եթե կարճ այս տրամադրությունների ներքո ինչ կասեք մեր ժողովրդին։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ հայը հիշի իր տեսակը, ուրիշ բան չեմ ուզում, որտեղ իրականում այն ինչ որ իրանք են ասում, դա չի հայը, հայը այն ինչ որ պատմությունով եկած, պայքարող ուժեղ տեսակն է։ Այն ինչ որ իրանք են մեզ խաբում, այն որ մենք իրար չենք սիրում, մենք իրար ատում ենք, այդ չի հայը։ Հայը իրար սիրող տեսակը։ Ես եմ շնորհակալ։